դասարանները ստեղծում են հենց փախստականություն ստեղծելու եւ մարդկանց ժողովուրդներին, բնիկ ժողովուրդներին հատկապես տեղահան անել եւ ցերու աշխարհում մեկ։ 88-ից 92 թվականների մեզ հետ կատարվածը անշուշտ ցեղասպանություններ, որ մինչ օրս հայկական երկու պետությունները որևէ ձևով չեն գնահատել, գնահատական չեն տվել, թեև պետական մակարդակով նկարահանվել է ֆիլմ, որը կոչվում է 100 տարի զտվող ցեղասպանություն, բայց ուղիղ խոսակցություններում եւ նաեւ մամուլի ասուլիսներում նրանք պնդում են, որ ամեն ողբերգություն չէ, որ պետք է կոչել ցեղասպանություն։ Բայց այդ ցեղասպանության հետևանքով հայաթափվեցին մեր հայրենիքի մի կարևոր հատված, Գարթման ուտիկ, Շիրվան, ինչու՞ չէ, Բաքու եւ Սումգայի Նախիջևան, որի արդյունքում 660,000-ից ավելի հայեր դարձան փախստական, ծրվեցին աշխարհում մեկ։ Ընդ որում, երբ որ հետադարձ նայում ենք, թե ինչ ծրագրեր են իրականացվել, ինչ քայլեր են իրականացվել, մենք տեսնում ենք, որ նպատակաուղղված ամեն ինչ արվել է, որպեսզի այդ 660,000 հայերը հանկարծ նույնիսկ Հայաստանում չկարողանան բնակվել եւ ծրվեն աշխարհում մեկ, այսինքն դրվում է բնիկ ժողովրդի իր ինքնությունից զրկելու հարց փախստական դարձնելու միջոցով։ Արդյունքում մենք այսօր ունենք, որ 420,000-ից ավել Հայաստան միայն մուտք գործած հայերից շատ քիչ են մնացել, վախենամ 70,000 հազիվ, եւ բացի այդ, եթե մենք նայում ենք միջազգային իրավունքի բոլոր սահմանումներում, ապա տեսնում ենք, որ ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականները կամ ադրբեջանական ԽՍՀ-ի նախկին քաղաքացիները, որոնք ազգությամբ հայեր էին, իրեն ունեն միջազգային լիարժեք իրավունք ապրելու ազատագրված տարածքներում։ Սակայն սա էլ նպատակաուղղված կեղծվեց, նրան տրվեց օկուպացված կարգավիճակ եւ շատ պարզ հասկանալի մի հանգամանքով, ինչի վառ վկայություն է 2003 թվականին միջազգային ճգնաժամային խմբի կողմից տված այն ռեկոմենդացիաների շարքը, որոնցից մեկը շատ այսպես ռասիստորեն է հնչում, հակահայեր եւ ռասիստական, այդտեղ այդ տարածքներում հայեր չպետք է բնակվեն։ Չի պարզեցնում, թե որ հայերը, արդյոք ադրբեջանական ԽՍՀ-ի հայերն չպետք է ապրեն, ասվում է, որ պետք է արգելել այնտեղ հայերը, որպեսզի ենթակառուցվածքներ կառուցեն, որ այնտեղ սեփականաշնորհում հայերի համար չարվի։ Բայց դրան փոխարեն հաջորդ կետերում արդեն ասում է, որ ադրբեջանական փախստականների վերադարձ կամ նրանց հետ հանդիպումներ, որ Միսկի խումբը պարբերաբար պարտավոր է Ադրբեջանի կողմից փախստականների հետ հանդիպել եւ այլն, հայերի մասին որևէ խոսք չկա։ Եվ այսքանից հետո անշուշտ մեր երիտասարդ Հայաստանի Հանրապետությունը փորձ արեց ազատագրված տարածքներում բնակեցում անի, ինչի մասին պարոն Ալեքսանդր Հակոբյանը հետո կանդրադառնա, ես ուզում եմ առաջ գնալ եւ ասել հետեւյալը, որ այսինքն իրենք արգելեցին հայության, հայ փախստականների բնակությունը իր հայրենիքի մի հատվածի վրա։ Եվ այսօր էլ այդ ազատագրված տարածքների վրան դրված օկուպացված կարգավիճակը դարել է սպառնալիք ոչ միայն ազատագրված տարածքների համար, այլ ընդհանուր հայության համար այս տարածաշրջանում։ Մենք տեսնում ենք, թե ինչպես Ալիևը անկեղծ բարձրաձայնում է այն մասին, որ տարածքները օկուպացված են, դե եթե օկուպացված են, ինքը պետք է ազատագրի, դե ուրեմն պետք է սպանի հայ զինվորին, եւ դե ուրեմն պետք է լինի ապրիլյան պատերազմ եւ այլն։ Տարօրինակ ձևով մեր իշխանությունները 3 նախագահների ժամանակ ընդհանրապես տանում են մի քաղաքականություն, կարծես թե իրենք բացարձակ մոռացել են 660,000 հայերի մասին։ Անցած տարի սեպտեմբերին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մի հոդված հրապարակեց, որտեղ ինքը տվեց սկզբունքը այդ անջատում հանուն փրկության։ Դա վերաբերվում է Լղիմին, բայց չգիտես ինչու դա չի վերաբերվում Բաքվի հայի 300,000-ից ավել հայ կամ Գարթմանի Գանձակի հայերին, որոնք նույն ռեժիմից ադրբեջանական ԽՍՀ-ից եւ ուզում են ապրել ադրբեջանական ԽՍՀ-ի մի այլ հատվածում ազատագրված տարածքներում եւ փրկության անջատում հանուն փրկության այդ սկզբունքը չգիտես ինչու այդ փախստականների համար չի աշխատում։ Մենք հանդիպում ունեցել ենք իրենց իրավաբանի հետ, բացառապես նույնիսկ չի ուզում շոշափել։ Նույնատիպ ներկայ իշխանությունները։ Ասեմ, որ մենք բավական հաճախ հանդիպումներ ենք ունենում դեսպանատներում, այսինքն համարյա թե ամեն տարի հիմնական դեսպանատներ այցելում են։ Այս տարի եղել են
Մեծ Բրիտանիա, Չեխիա, ներողություն, Լեհաստան եւ այս ուրբաթ գայցելենք Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատուն եւ այս անգամ մեր ուղարկած նամակի հիմնական բովանդակությունը հետեւյալն է, որ մադրիդյան սկզբունքները, որոնք բացառապես հիմնվում են գնաժամային խմբի, որտեղ բացառապես ժխտվում է հայ փախստականների գոյությունը եւ նրանց իրավունքների վերականգնման հարցը, որ պետք է մադրիդյան սկզբունքները վերանայեն։ Թվում է, թե հայկական քաղաքական դաշտը արդեն 27-28 տարիների ընթացքում պետք է պատրաստի ունենալ այլընտրանքային տարբերակ մադրիդյան սկզբունքներին, որին կդնել միջազգային քննարկման սեղանին եւ ասել, որ դուք ունեք մանում 2-3 տարբերակ այլ սկզբունքների, այլ փաթեթներ, որտեղ ներառված են նաեւ հայ փախստականները։ Պատկերացրեք, որ մեզ համար մեր արդեն ընկալման հայկական քաղաքական դաշտում օպոզիցիոն կամ ընդդիմադիր քաղաքական գործիչներ չտեսանք։ Բոլորին մոտենում են, կան մարդիկ, որոնք կարծես թե խոսում են ոչ մի թիզի մասին, այո։ Եթե մենք ազատագրված տարածքների իրավատեր ճանաչում ենք հայ փախստականին, տարածքը դառնում է իրոք ազատագրված, ոչ օկուպացված, ապա այդ դեպքում ոչ մի թիզը հանվում է։ Սակայն իրենց մոտ այդ ոչ մի թիզը չի հիմնավորվում քաղաքական դաշտում։ Եվ եթե նա որևէ եվրոպացու հետ խոսի կամ Մինսկի խմբի որևէ համանախագահի հետ խոսի մեջ բեր այն բան, որ դա իմ հայրենիքն է եւ վերջ նրանք այնպիսի հիմնավորումներ կբերեն, այսինքն հիմնավորումը բավական թույլ է քաղաքական դաշտում։ Եւ որքան մենք փորձում ենք հուշել այդ ոչ մի թիզականներին, որոնցից մեկը ես եղել եմ երևի թե 1998-2000 թվականներին, հետո այն ժամանակ էլ մենք դեսպանատներ գնում ենք ազատագրված տարածքների պաշտպանություն հասարակական նախաձեռնության սահմաններում, հիմնադիրներից մեկն է, հետո մենք հասկացանք, որ ոչ, խնդիրը պետք է իրական դաշտում դնել, այսինքն այն, որ ինչ որ եղել է, նա էլ պետք է մեջ բերել։ Եղել են 660,000 հայ փախստականներ, եղել են Բաքվից, Գատմանից փախստականներ, Նախիջևանից, եթե մենք այդ մարդկանց իրավունքների մասին չենք խոսում, ազատագրված տարածքների կարգավիճակը նույնն է օկուպացված, այսինքն մի թիզական, ոչ մի թիզ փող լինելով հանդերձ այդ սկզբունքի կողմնակից, եթե դու չես ճանաչում փախստականի կարգավիճակը, միևնույն է, միջազգային դաշտում տարածքը դառնում է օկուպացված եւ արդեն սկսվում են մադրիդյան սկզբունքները։ Հայաստանի ցավոք սրտի շատ ակտուալ չի փախստականների թեման եւ դա գալիս է իշխանությունների որոշակի վերաբերմունքից։ Վերաբերմունք, որը գալիս է չեմ ուզում քաղաքական խնդիրներ դնել, բայց ընդհանուր առմամբ այդ գործով չզբաղվելը համարում են ոչ ներեգ, ինչպես նաեւ ոչ ներելի են համարում լիքը ուրիշ բաներով չզբաղվել։ Իշխանությունը ցավոք սրտի աշխատում է անհրաժեշտ խնդիրներ լուծելու ինչ-որ մի ցածր տոկոսի մակարդակի վրա, ասենք թե 50%, բայց այն 50%-ը ափսոս է, այսինքն այն ինչ-որ կարելի է ճանել, իրենք չեն անում, բայց չեն անում եւ իրենց կարելի է ճանել միայն այն պատճառով, որ հասարակությունը ցավոք սրտի չունի մեխանիզմներ ճնշումներով կամ ուղղակի աշխատանքով հասնելու այդ սպասելի արդյունքին։